Կամ օրինակ վերցնես այդ Վահագն Օղրաշն Խաչատրյանի։ Կարծում եք դրան չեմ գրել Թվիտերում։ Այ ղախպի ծնունդ, այդ պորտաբուծա պարազիտական աշխատակազմը, որ ունես, ինչի համար եք զղտվում, մարա։ Արհամարանք ու դա էլ է բլոկանում, բայց ես սկզբից ոչ մի անպատվանք հավատացեք էլի, ոչ մի քփուր չէ։ Վահագն ղախպի ծնունդ, կերած զղտված կաթդ քուն եմ ընտանիքդ, քեզ էլ Նիկոլի հետ քուն եմ ձեր ընտանիքները։ Այս ղախպեքի աշխատանքը կայանում է նրանում, որ մեր հաշվին գնան գուլյատ ելնել արտասահմաններով, զղտվեք կայֆաբատ անեն մեր փողերով, գան մեզ էլ արհամարեն։ Հայաստանի Հանրապետությունը ոտնահարեն, ստորացնեն Հայաստանի քաղաքացուն արտասահմանցիների շահերի ծառայելով։ Կերածդ կաթը քուն է, Վահագն Խաչա, ընտանիքդ քուն է, քունելու եմ ընտանիքդ, ձեռս ընկնես, քուն եմ ընտանիքդ։ Բայց սա միևնույն ժամանակ ուրիշ բաներ է նշանակում։ Եթե քաղաքացին, տվյալ դեպքում ես, դիմում եմ պետական աթոռը զբաղեցնող այդ ղախպեքի, այդ պետական աթոռի անմիջական պարտավորությունների կատարման հարցով եւ դրան չեն արձագանքում, սա գիտեք ինչ է նշանակում, որ այլևս առնչություն չունեն այդ աթոռների հետ, որ ես ինձանով դրանց զրկում եմ այդ պետական աթոռներից, սա իրեն հերթին գիտեք ինչ է նշանակում, որ եթե ընդդիմությունը, ամբողջը, ժողովուրդը, ինչպես ուզում եք կոչել, հավաքվի իմ թևերի տակ, ես դրան կլարեմ այդ աթոռներից, կսատկացնեմ ես դրան, հաջողակ, կերպով, իրենց սորոսական լկտի իրենց այդ լեզվով ասած successful, այսինքն հաջողություն կհասնեք այս հանցավոր ռեժիմը տապալելու հարցում, միայն իմ թևերի տակ, միայն եթե առաջնորդը ես եմ, ուրիշ ոչ ոք,